Այն երկրի վարչապետն ասում էր, եթե ինչ ընտրենք, պատերազմ է լինելու։ Հիմա Ալիևի սրտով էր մեր վարչապետի վերընտրվելը։ Իհարկե, դա իրանք չէին էլ թաքցնում։ Ոչ Թուրքիան, ոչ բանը, ոչ էլ Ադրբեջանը, ասենց ասած։ Հիմա պատերազմից վախենանք, թե հանգիստ շունչ քաշենք։ Պատերազմից միշտ էլ պետք է վախենանք, բայց պետք է պատրաստ լինենք։ Ոչ մեկն էլ դրանից բանարած չի։ Ասենց չէ, որ ես ասեցի, արդեն վերջ։ Չի կարող պատերազմ։ Պատերազմին դեռ է շատ շուտ մի հատ իմաստուն մարդ ասել է, ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմ։ Չէ, պրինցիպի չէ։ Իրանք ավելի մեծ մարդասպաններ են։ Կարային կռիվը մի 15 օր շուտ կաղնեցնեին։ Բայց չկաղնեցրեցին։ Չեն փոխելու, որ մեր պետության ձեռքատալ են կփոխի, որ չէ։ Ալիևը որ նա պահանջի, Ալիևը թողի պետության հարցի մասին մտածում է։ Ալիևը որ ասի ես էս կտանը։ Կապեր գործ։ Նիկոլ Փաշինյանն ասել որ ես չընտրվեմ պատերազմ լինելու։ Ալիևի մի հավատում ես որ թուրքերը չեն գալու, հա, վերելու, թույլ է տալու։ Բայց ամոթ չի այս երկիրը հարամի։ Նիկոլ Փաշինյանն ասել որ ես չընտրվեմ պատերազմ լինելու։ Գլուխը քարնա տալի երեսնել պատը։ Հային ձեռա տալիս որ ինքը զորանա իրան պաշտպանի։ Ոնց է Ղարաբաղը հենց այնտեղ ես 22 տարի ապրել եմ Ղարաբաղում։ Բայց այսօր ամեն ինչ թողեց, ձեռներս գրբանում ես եկել եմ։ Տուն եմ ունեցել, խանութ, պետական կուրս։ Եկել այստեղ ճիշտ է բոմժ չեմ, բայց բոմժի կարգավիճակ է։ Մի 5 տարի հետո կարող է դառնամ բոմժ։ Без определённого места жителя։ Ինչի մասին է, ինչ պատերազմի մասին։ Ամեն օր պատերազմ է, էլի։ Մի պատերազմ չի։ Ամեն դեպքում Ալիևի սրտով եղավ, որ Փաշինյանի 100%։ Իրանք քանի իշխանության, քանի անգամ պատերազմ եղել։ Իհարկե Աստված մեր հերոսները հոգին լուսավորի, իրանք միշտ մեր հերոսներն են։ Երկու օրվա պատերազմի ընթացքում ավելի շատ մարդ մահացավ, ջերմուկի դեպքերի մասին է խոսքը գնում, քան 44 օրյայի բանը, որ մահացածների թիվը որ բաժանենք օրերի վրա։ Հիմա հարց, ով է պատերազմ բերում էլի։ Եվ ի վերջո, դուք ես իշխանության։ Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախեցնես պատերազմից։ Դե ես ասում եմ, ինչ ասեմ։ Հիմա ենթադրենք, այս հեռախոսը, որ չտակ մի հատ սպիտակ կարճկիշնի ու ձեզ կուտի։ Ձեզ դուր կգա այդ արտահայտությունը։ Մի հեքիաթային բան է խոսում մարդը։ Բայց վատը էն է, որ ժողովուրդը հավատում է իրան։ Այ վատը դա է։ Չեմ էլ կասկածում, որ կարող է չանել։ Ամեն ինչ հնարավոր է։ Հա դե բանը ասել է, էլի, ասենք, մի ինչ որ մասսա դրանը վատը մա։ Մեր Հայաստանի գրած վնասները ինքը ճիշտը չի հայտարարում ազգին։ Միշտ մանիպուլացնում է եւ սխալ բան է։ Գիտես ինչ, դե նոր ասեցի, ինքը ինչ ուզում է էլ ասում է։ Իրան ինչ ձեռնտու է, այդ նույնը ասում է եւ իր այդ նիկոլականների հետ միասին։ Նրանք ճիշտ գործ չեն անում Հայաստանի։